Ժամը 13-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Երեկ երեկոյան Կրեմլում կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայկական ատոմային էլեկտրակայանի կյանքի երկարաձգման և Հայաստանում նոր, այդ թվում մոդուլային ատոմակայանների կառուցման հնարավորությունը։ Ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նախորդին աշխարհի ատոմային շաբաթ միջազգային ֆորումում Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը խոսելով հայկական ատոմակայանի մասին և դիմելով Նիկոլ Փաշինյանին հավատացրել էր, որ կորպորացիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Լիխաչևը շեշտել է, որ հայկական ԱԷԿ-ը համատեղ հպարտության աղբյուր է, պատմում է Մերի Դանիելյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը հաջորդել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որին մասնակցել էին նաև մի շարք այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Զրույցի առանցքում եղել են ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը։ Քննարկվել է մասնավորապես հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը։ Մենք այժմ աշխատում ենք և փնտրում ենք Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ և իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Мы очень эффективно сотрудничаем с корпорацией «Росатом». Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին կարևորել է Հայաստանում ատոմակայանի դերը, նշելով, որ այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը, ինչը նրա բառերով լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ նախորդ տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև մյուս բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ընդհանուր առմամբ զարգանում են ըստ նախատեսվածի։ Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում։ Դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մենք փոխադարձ առևտուրը շարունակենք աճել այն տեմպով, որոնք արձանագրվել են 2023-24 թվականներին։ Ավելի վաղ համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում կշարունակի զարգանալ և ամրապնդվել։ Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը Փաշինյանի խոսքով Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Միևնույն ժամանակ միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակություն հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա և ապագա սերունդների միջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայկական ատոմակայանի շահգործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Մենք սա ենք ասում։ Կայանը ձերն է, բայց հպարտությունը մեր ընդհանուրը։ Մենք այժմ մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծումներ, դիտարկելով ատոմային էներգիայի հաջորդ քայլը։ Եվ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը, առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Потому что вы определяете политику страны как минимум на 100 ближайшие лет. Իդեպ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ Մերի Դանիելյան, Open Media։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև եռակողմ շփումներ են ունեցել Ռուբիոյի հետ։ Միրզոյանը նաև երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Կարճատև առանձնազրույցի ժամանակ նա շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավիրելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում չի զլացել կրկին խոսել 5 տարի առաջ այս օրերին իր սանձազերծած պատերազմի մասին, դրա հետևանքները ներկայացնելով իր լույսի ներքո։ Նրա խոսքով Ադրբեջանն առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված 5 հիմնարար սկզբունքներ ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Մեջբերեմ, այնուհետև մեր նախաձեռնությամբ սկսվել է նախագծի տեքստի շուրջ բանակցային գործընթացը, որը տևել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը, չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմքերով, առանց որևէ արտաքին միջամտության, հայտարարել է Ալիևը։ Նա դարձյալ խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, 30-ամյա օկուպացիայի, Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու իբր իր պատրաստակամության մասին, հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Հիշելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը, նա ասել է, թե դրա կարևոր արդյունքներից մեկը Թրամփի ուղին է, որը կապահովի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը և կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպման մասին, սակայն Թրամփը չի կարողացել պատասխանել։ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կապված ինչ կարող եք ասել ստեղծված իրավիճակի մասին, կրկին հարցրել է լրագրողը։ Ոչինչ չեմ կարող ասել, պատասխանել է Թրամփն ու խոսել Էրդողանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, շեշտելով, որ իրենք երկար ժամանակ ընկերներ են եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը նախագահ չէր։ Նա շատ հարգված է իր երկրում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում, որտեղ նրան ճանաչում են։ Նա կառուցել է հսկայական հզոր բանակ, օգտագործում է մեր սարքավորումների մեծ մասը և մեզ համար պատիվ է հյուրընկալել նրան Սպիտակ տանը, ասել է ամերիկացի նախագահը։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2007 թվականի նախագահական արշավի համար Լիբիայից ֆինանսավորում ստանալու փորձի համար, դառնալով Ֆրանսիայի առաջին բանտարկված էքս-նախագահը։ Չնայած նա շղթում է մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել, դատարանի վճիռը անհապաղ կատարման ենթակա է։ Սարկոզիին մինչև հոկտեմբերի 13-ն են ժամանակ տվել իր գործերը կարգավորելու համար։ Մինչ այդ օրը նա պետք է ներկայանա դատախազություն։ Դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել 2005-ից 2007 թվականներին անձնական կապերի միջոցով Լիբիայի նախագահ Քադաֆիից ֆինանսավորում ստանալու փորձերի համար, սակայն ապացույցներ չեն գտնվել, որ այդ փողերը հասել են նրա արշավին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը շարունակել են գործողությունները մի քանի ճակատներով։ Ուկրաինան էլ իր հերթին պնդում է, որ հաջողությամբ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող կարևոր թիրախներին։ Ռուսաստանը հայտնել է Դոնեցկի մարզի Կիրովսկ բնակավայրի վերահսկողության գրեթե ավարտի և Ուկրաինայի 142 օբյեկտների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի պահեստների և ժամանակավոր տեղակայման կետերի վրա հարվածների մասին։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը նախօրեին հայտնել էր Չեռնոմորսկի նավահանգիստներում գտնվող նավթի փոխադրման ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղղակի աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին հարվածելու համար։ Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի և նրա ընկերների նավերը հասել են Կրետե կղզի, փորձելով օգնություն հասցնել Գազայի հատված։ Global Sumud նավատորմը, որը բաղկացած է մոտ 50 քաղաքացիական նավերից, նպատակ ունի խախտել շրջափակումը, իսկ Թունբերգը մեղադրել է Իսրայելին Գազայում համակարգված ծովի մեջ, որպես ցեղասպանության ապացույց մեջբերելով ՄԱԿ-ի եզրակացությունները։ Իտալիան և Իսպանիան ռազմանավեր են ուղարկել Հունաստանի Գավձ կղզու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։ Հունաստանն էլ խոստացել է ապահով անցում իր ջրերում։ Թել Ավիվում և Իսրայելի մի շարք այլ շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Ըստ իսրայելական աղբյուրների, Եմենից արձակված հրթիռը խոցվել է։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Իսրայելի օդային ուժերի կողմից Սանայում հութիների հետ կապված թիրախների վրա հարվածներից մի քանի ժամ անց։ Հութիների վերահսկողության տակ գտնվող Սանայում իսրայելական օդային արձակումների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 48-ը վիրավորվել, հայտնել են հութիների առողջապահության մարմինները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է շուտով հանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցները, եթե Օվալաձև գրասենյակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը հաջող ընթանա։ Պատժամիջոցները սահմանվել էին 2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի գնումից հետո, ինչը Վաշինգտոնը համարել է անհամատեղելի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ։ Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները, հաշվի առնելով Թրամփի ավելի ջերմ վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ և նրա անձնական ջերմ կապերը Թուրքիայի առաջնորդի հետ։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը հայտարարել է, որ Չինաստանի ու Հայաստանի գործակցության հեռանկարները լայն են ու խոստումնալից։ Չինաստանի ձեռքբերումների մասին խոսելուց հետո դեսպան Լին հայտարարել է, որ 2025-ը նշանակային փուլ դարձավ Չինաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման պատմության մեջ։ Կողմերը համատեղ հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Այս տարվա առաջին կեսին մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1.2 միլիարդ դոլարը, իսկ փոխադարձ այցելությունների քանակը կազմել է ավելի քան 30,000 մարդ, ասել է նա։ Նա հայ գործընկերներին կոչ է արել համատեղ ջանքերով առաջ մղել Չինաստան-Հայաստան հարաբերությունները, ապահովելով դրանց կայուն զարգացումը։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է, որ ինքն ու պատգամավոր Գեգամ Նազարյանը կշրջանառեն նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Մեջբերեմ, մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը եւ կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։ Այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն ինչպես միշտ կնշենք եւ կտոնենք բանակի օրը որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ, գրել է նա։ Այժմ խոսելու ենք Միացյալ Նահանգների արտաքին օգնության քաղաքականության կտրուկ փոփոխության մասին, որը կոչվում է նախ առևտուր, հետո օգնություն։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրամագծորեն փոխել է USAID-ի գործունեությունը, կրճատելով գրեթե 2 միլիարդ դոլարի օգնությունը։ Այս փոփոխությունները լուրջ ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի հասարակական ու մեդիա կազմակերպությունների վրա, որոնց բյուջեի մինչև 90%-ը կախված էր ամերիկյան գործակալության ֆինանսավորումից։ Ինչպես են այս կրճատումներն ազդել տեղական կառույցների վրա եւ ինչ մարտահրավերներ են սպասվում, իմացեք մանրամասները դիտելով իմ գործընկեր Անի Հովանիսյանի ռեպորտաժը։ Trade Before Aid կամ առևտուրը օգնությունից գերակա։ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը փոխում է այն երկարամյա համոզմունքը, որ սննդի, բժշկական եւ տնտեսական օգնությունը ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության փափուկ ուժի բաղադրիչն է։ 1.8 միլիարդ դոլարի արտասահմանյան օգնության միջոցները կուղղվեն America First նախաձեռնություններին, ինչպիսիք են Գրենլանդիայում ներդնումները եւ Լատինական Ամերիկայում մարքսիստական կամ հակաամերիկյան ռեժիմների դեմ պայքարը։ Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրերից այս տարվա հունվարից հնչող հայտարարություններից պարզ էր, որ նա 180 աստիճանով կփոխի ԱՄՆ-ի արտասահման ուղարկվող օգնության քաղաքականությունը։ USAID-ը իսկապես կոռումպացված է եւ ոչ կոմպետենտ։ Մենք ընդամենը 2 շաբաթվա ընթացքում միլիարդավոր դոլարների չարաշահումներ ենք բացահայտել եւ սա դեռ սկիզբն է։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի մի քանի շաբաթվա մեջ Թրամփի վարչակազմը միլիարդներ խնայեց, ավելի քան 4000 դրամաշնորհ չեղարկելով։ Սրան զուգահեռ հազարավոր մարդիկ իրենց աշխատանքը կորցրին։ Փետրվարին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար նշանակվեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք աջակցում են ծրագրերին, որոնցից դժգոհում են տեղական կառավարությունները։ Նրանք լիովին անպատասխանատու են ու չեն էլ համարում, որ աշխատում են Միացյալ Նահանգների համար։ Նրանք կարծում են, թե իրենք գլոբալ կառույց են եւ իրենց տերը ամբողջ աշխարհն է, ոչ թե Միացյալ Նահանգները։ Իսկ ինչ կերպ են այս փոփոխությունները ազդել Հայաստանում աշխատող հասարակական եւ մեդիա կառույցների աշխատանքի վրա։ Դրանց բյուջեի քանի տոկոսն է կազմել USAID-ի տրամադրած ֆինանսավորումը եւ ինչ հետևանքներ են ունեցել կրճատումները։ Զրուցել ենք մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Մեծանախաձեռնությունների կենտրոնը երկար տարիներ աշխատում էր USAID-ի հետ։ Միասին 2023-ից մեծ ծրագիր էին սկսել։ Սկզբում ասվեց, որ այդ ծրագիրը այս բանի սառացվում է 3 ամսով, հետո ինչ-որ ժամանակ հետո պարզ եղավ, որ ընդհանրապես չի շարունակվելու այդ ծրագիրը, մոտավորապես 50%, եթե ոչ 60 պետք է դիվերսիֆիկացիան ունենալով մեր համար շատ դժվար էր, ինքն էլ դժվար իրական, նաև մենք մի փոքր առավելություն ունենք մյուս երկրորդների նկատմամբ հիմնականում ունենք, դա որ մեր գրասենյակը մեր սեփականությունն է։ Չնայած այս փոփոխություններին կադրային եւ աշխատավարձերի կրճատումներ կենտրոնում չեն եղել։ Ծրագրի արգելափակումից տուժել է նաեւ ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Լուրջ հարված էր ընդհանրապես ոչ միայն 1-2 կազմակերպությունների համար, այլև Հայաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքացիական տարածքի համար։ Դիպած ենք եղել դուրս գալ գրասենյակից, չկարողացանք այլևս վճարել մեր գրասենյակի վարձակալության գումարը։ Չկարողացանք այլևս պահել մեր հիմնական փորձագետներին, անձնակազմին եւ էականորեն ստիպված են եղել կրճատել այս պահին ընդամենը 2-3
մարդը ներգրավվեցին, մենք մնացինք այս ընդամենը 10% ֆինանսավորման հույսին, որը այլ աղբյուրներից էր, այլ ֆոնդերից էր ստացվում, ոչ ամերիկյան կառավարությունից։ Այսինքն 90%-ը գալիս էր ամերիկյանից։ Այո։ Մարզային հեռուստատեսությունները նույնպես տարեսկզբին խնդիրների առաջ կանգնեցին։ Շատերի համար USAID-ը ֆինանսավորման հիմնական աղբյուրն էր։ Մեր հասարակական կազմակերպության բյուջեի 80%-ը գալիս էր գրանտների, 4 ծրագիր կարիք մոտ փակվեց, կարելի ասել լուրջ եւ անսպասելի հարված է, բայց քանի որ մենք եվրոպական ֆոնդերից նույնպես ֆինանսավորում, դա չազդեց։ Իսկ աշխատակազմի կրճատումներ կամ աշխատավարձի կրճատումների հանգեցրել էր ծրագրերի հետ ֆինանսավորումների դադարեցումը։ Արդեն սկսում են հանգեցնել։ Տարվա սկզբին 2 դրամաշնոր ուղարկեցինք, բայց էլ չհասցրեցինք անգամ պատասխանը ստանալ, քանի որ արդեն դադարեցվեց։ USAID-ի նման, ասենք, այդպես մեծ բյուջե ունեցող դոնորները քիչ են, էլի, ոնց որ դրամաշնորային ծրագրերը, դրանք օգնում էին, որպեսզի հեռուստաընկերությունը եւ աշխատուժ պահի եւ ինչ-որ ծրագրերը իրականացնի։ Այս տարվա հունվարից USAID-ից հայկական հասարակական եւ մեդիա կազմակերպություններին օգնությունը կրճատվել է ավելի քան 90%-ով։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի կառուցման գործընթացը 2500 մետր բարձրության վրա Facebook-ում գրել է գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է, որ նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի եւ արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը, առաջինը բարձրանալ լեռան գագաթ եւ իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։